Լուսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին ականների միջադեպերի պատճառով։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում գերատեսչության հայտարարության մեջ։ Այսօր ականի հերթական պայթյունի հետևանքով Ադրբեջանի 4 քաղաքացիներ, այդ թվում ծանր վիրավորվել են մանկահասակ երեխաներ, հիշեցնում է արտգործնախարարությունը։ Նշվում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ականապատվացության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 392 մարդ։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել ականազերծման գործողությունների հրատապությունը, աջակցել Ադրբեջանին ականազերծման իր շարունակական ջանքերում եւ պատասխանատվության ենթարկել Հայաստանին կանխամտածված եւ լայնածավալ ականազերծման համար, որը շարունակում է վտանգել անմեղ մարդկանց կյանքը եւ խոչընդոտել հետհակամարտության վերականգնմանը, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Նշենք, որ ապրիլի 6-ին Ջաբրայելի եւ Աղդամի շրջաններում ականապատ միջադեպերի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Առաջին դեպքում վիրավորվել է Ադրբեջանի հակաականային գործակալության աշխատակիցը, երկրորդում ընտանիքի 3 անդամները։ 2020 թվականին ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատագրումից ի վեր կառավարությունն ակտիվորեն աշխատում է այդ շրջանների վերականգնման ուղղությամբ։ Իրականացվում է ականազերծում, աշխուժանում է տնտեսական ակտիվությունը, իրականացվում են կանաչ էներգետիկայի նախագծեր։ Այս մասին Տաշկենտում կայացած խորհրդարանական գործունեությունը հանուն սոցիալական զարգացման եւ արդարության միջխորհրդարանական միության 150-րդ վերհաժողովում ասել է Միլիմիջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Նրա խոսքով այսօր մոտ 10,000 նախկին ներքին տեղահանվածներ արդեն վերադարձել են հայրենի հողեր։ Ակնկալվում է, որ 2026 թվականի վերջում այս թիվը կհասնի 140,000-ի։ Սա զարգացման մեր ժողովրդին ուղղված եւ կայուն մոտեցման վառ օրինակն է, նշել է Գաֆարովան։ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Տաշկենտում Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրտուլմուշի եւ նրա վրացի գործընկեր Շալվա Պապուաշվիլի հանդիպման ժամանակ։ Քուրտուլմուշն ընդգծել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հայտնել Թուրքիայի պատրաստակամությունը այս հարցով միջոցառում կազմակերպելու։ Թուրք խոսնակը նաև նշել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող խնդիրների վերացումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը եւ համապատասխան աջակցություն հայտնել Թբիլիսիին։ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ականային վտանգի իրազեկման եւ ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրվա շրջանակներում Ադրբեջանի ականային խնդրին նվիրված ճեպազրույց անցկացվել։ Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացության եւ միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից եւ նվիրված էր Ադրբեջանում մարդասիրական ականազերծման գործողությունների շնորհիվ մարդկանց կյանքեր փրկելուն։ Իր ելույթում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիկ Մուսայևը ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքների ավելի քան 13%-ը գտնվում է ականների եւ չպայթած զինամթերքի սպառնալիքի տակ։ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Ազատության հարցմանը ի պատասխան փոխանցել են արտգործնախարարությունից։ Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը։ Ազատությունը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել է, արդյոք դա այդպես է եղել։ Գերմանիայում բնակվող մեր հայրենակից միջազգային իրավունքի փորձագետ Ասաֆ Ասկերը նամակ է հղել ARD եւ ZDF հեռուստաալիքներին։ 9 շամ բողոքի այս երկիր W դոկումենտարի ինտերնետային ալիքի պատրաստած Ադրբեջանի դեմ վավերագրական ֆիլմի դեմ։
Ըստ Ազերթաջի նա նշել է, որ Հայաստանի պայքարը հանուն հողի եւ նույնականության Կովկասում ծրագրում միակողմանի մոտեցում է ներկայացվել եւ շատ ապատեկատվություն է օգտագործվել Հայաստանի նրա հովանավորներին հղումով։ Փորձագետը նշել է, որ նման մոտեցումները կարող են հանգեցնել անջատողականների ակտիվացմանն այն ժամանակ, երբ քննարկվում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը։ Նամակի վերջում ներողություն խնդրելու պահանջներ են ներկայացվել հակաադրբիջանական դիրքորոշում ցուցադրող ֆիլմի ցուցադրման համար։ Ադրբեջանն ու Ուզբեկիստանը պլանավորում են ընդլայնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Այս մասին հայտնում են ուզբեկական զանգվածային լրատվամիջոցները։ Տեղեկությունների համաձայն ապրիլի 4-ին Սամարկանդում կայացել է Ուզբեկստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի եւ Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության փոխնախագահ Ազադա Հուսեյնովայի հանդիպումը։ Հանդիպան արդյունքներով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հասարակական կապերի ազգային կենտրոն պետական միացյալ ձեռնարկության եւ Ադրբեջանի զբոսաշրջության բյուրոյի միջև։ Փաստաթուղթն ուղղված է մեծ մետաքսի ճանապարհի երկայնքով միասնական զբոսաշրջային երթուղու զարգացմանն ու խթանմանը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակներին։